Մարդուն իրավունք է տրված ընտրել այն ճանապարհը, որով նա ուզում է գնալ, եւ շատերը որոշում են կայացնում հետևանքների մասին չմտածելով։ Հանցագործությունների միջոցով ոչ միայն ես նյութական հաջողությունների հասա, ես ունեցա փառք, ինչպես նաև մեռնելու ցանկություն։ Իմ տառապանքները սկսվեցին 16 տարեկանից, եւ հենց այդ տարիքում ես ծանոթացա հանցագործ աշխարհի հետ։ Ես զբաղվում էի թալանով, կողոպտում էի մարդկանց, ինչպես նաև թմրադեղեր էի վաճառում, եւ ամեն օր աճում էի այդ բնակավարում։ Ես այդպես իմ ներսի դատարկությունն էի լցնում, այդպես ես փորձում էի լցնել իմ հոգու դատարկությունը։ Չնայած նրան, որ ես կրթված մարդ էի, ես ընտրեցի հանցագործ կյանքը, եւ հենց այդ ընտրությունը ինձ գցեց տառապանքի եւ տանջանքների մեջ։ Ես հիասթափեցնում էի իմ ծնողներին։ Նրանք ինձ համար ամեն ինչ անում էին։ Իսկ ես 1 կիլոգրամ մարիխուանա էի ծխում ամսվա ընթացքում։ Ինձ դուր էին գալիս թալանելը հարուստ մարդկանց տները, որովհետև ես գիտեի, որ ներսում անպայման կգտնվի թանկարժեք իրեր, որոնց միջոցով ես կարող էի ևս մի քանի օր ապրել։ Եվ երբ ես մեքենա էի գողանում, ոստիկանությունը սկսեց ինձ հետապնդել հենց այն փողոցում, որտեղ որ ես ապրում էի։ Եվ մի օր էլ ոստիկանությունը ներխուժեց իմ տուն, եւ այնտեղ գտավ թմրադեղեր, զենքեր։ Երբ ոստիկանությունը եկել էր, իմ ընտանիքը գտնվում էր տանը։ Ես մորս չէի գնահատում, չէի հարգում հորս։ Բայց այդ պահին, երբ տեսա մորս արցունքները, դա ինձ խոցեց։ Ես ջղայնացա եւ հարձակվեցի ոստիկանության վրա։ Նրանք օգնության կանչեցին այլ ոստիկանների եւ մեր տունը շրջապատել էր ավելի քան 30 ոստիկանական մեքենա։ Ինձ ծեծեցին, ձերբակալեցին եւ տարան մեկուսարան։ Երբ ես հայտնվեցի բանտում, ես հասկացա, որ անդունդի խորքում եմ։ Եվ այդ ժամանակ դատարկությունը ինձ էլ ավելի պատեց։ Եվ երբ դատ եղավ ու ինձ դատապարտեցին 15 տարի ազատազրկմամբ, այդ ժամանակ ես լցվեցի խորը հիասթափությամբ եւ տառապանքով։ Այդ ժամանակ ես գլուխս լցրել էի, որ ինձ պետք է սպանեմ։ Ես ինձ անպիտան էի համարում։ Մարդ, ով բեռ էր դառել հասարակության համար։ Ես հանցագործ էի, գող էի, եւ այդ մտքերը իմ սիրտը ավելի ու ավելի շատ էին խոցում։ Իմ մայրը այցելում էր Աստծո Թագավորություն եկեղեցին, նույնիսկ այն ժամանակ, երբ ես գտնվում էի բանտում։ Երբ որ ես բանտից դուրս եկա, ես վերադարձա աշխարհ ու ավելի վատ հանցագործություններ էի գործում։ Եվ այդ ընթացքում կարծես մի ձայն ինձ ասում էր. գնա Աստծո Թագավորություն եկեղեցին։ Եվ կիրակի օրը ես որոշեցի այցելել Աստծո Թագավորություն եկեղեցին։ Երբ ես մտա Աստծո Թագավորություն եկեղեցու դռներով, ինձ այնքան լավ ընդունեցին, ինձ համար շատ ուժեղ աղոթեցին, եւ ես զգում էի, որ ինչ որ չար բան դուրս է գալիս իմ մտքից։ Ես այդ ժամանակ հասկացա, որ իմ ներսում չարքն էր ապրում։ Այդ չարն էր ինձ ստիպում, որ ես ծխեի։ Այդ չարն էր ինձ ստիպում, որ ես թմրադեղեր օգտագործեի։ Աստծո Թագավորություն եկեղեցում ես սկսեցի լսել Աստծո խոսքը եւ այն հասկանալ։ Եվ հենց այստեղ ես ստացա հոգևոր ազատագրում ամեն տեսակի չարիքից։ Եվ այդ ամենից հետո ես որոշում կայացրի, որ պետք է մկրտվեմ ջրով։ Եվ իմ աշխարհի ընկերները, իմ հանցագործ ընկերները, նրանք ինձ կանչում էին հանցագործություն գործելու համար։ Իսկ ես նրանց ասում էի, որ ես արդեն նոր կյանք ունեմ։ Իսկ նրանք ասում էին. բայց դու գող ես եղել, դու սա ես արել, դու այսպիսի փառքի ես հասել, իսկ հիմա ուզում ես թևիդ տակ Աստվածաշունչ կրել։ Ես ասացի նրանց. հարցը այն չէ, թևի տակ Աստվածաշունչ կրել, թե ոչ։ Հարցն այն է, որ ես ուզում եմ ապրել Աստծո խոսքով։ Եվ այդ ժամանակ նրանք սկսեցին ծիծաղել ինձ վրա։ Իսկ այդ ժամանակ ես միայն Աստծուն էի նայում,
որովհետև գիտեի, որ Աստված իմ կյանքը փոխելու է, որովհետև միայն Աստված էր իզորու փոխել իմ կյանքը։ Ինձ համար շատ դժվար էր թողնել այդ մարմնավոր կյանքը, թողնել այդ հանցագործ աշխարհը։ Շատ դժվար էր ինձ համար թողնել իմ անցյալը, հրաժարվել իմ ընկերներից, բայց ես հասկացա, որ ինձ պետք է տամ Հիսուսին, Աստծուն։ Ամեն բան ես պետք է տամ զոհասեղանի վրա, որպեսզի նա էլ իմ կյանքը փոխի։ Եվ հենց այդ որոշումը փոխեց իմ կյանքը, երբ Տեր Հիսուսն ինձ ասաց. «Իմ որդի, դու իմն ես, ես քեզ հետ եմ»։ Ես գլուխս բարձրացրի ու ասեցի. «Տեր, ես արժանի չեմ քո ներկայությանը, այնքան չարիք եմ գործել։ Ստիպել եմ, որ մայրս տառապի, հայրս տառապի, ինձ շրջապատող մարդիկ, բայց Աստված ասաց. ես քեզ հետ եմ»։ Եվ այդ ժամանակ ես ամբողջությամբ կարծես փոխվեցի, եւ ես ստացա այն վստահությունը, որ ես այդ պահին մկրտվեցի Սուրբ Հոգով։ Եվ դրանից հետո ես ուզում եի բոլորին պատմել, թե Աստված ինչ է արել իմ կյանքում։ Աստծո ներկայության մեջ գտնվելը ինձ համար մեծ երջանկություն է։ Նախկին հանցագործից, թմրադեղեր վաճառողից, նախկին բանտարկյալից, ում որ աղբ էին անվանում, թմրամոլ առանց ապագայի, Սուրբ Հոգին ինձ դարձրեց լրիվ նոր մարդ։ Ես հիմա ունեմ շատ լավ աշխատանք, ունեմ Աստծո բնավորությունը, եւ ինչ որ ես հիմա անում եմ, որ Աստծո անունը փառավորվի իմ կյանքում։ Այսօր ես իմ հոգում ունեմ իրական երջանկություն, իսկ ես այդ երջանկությունը փնտրում էի թմրադեղերի մեջ, իսկ հիմա ինձ անհրաժեշտ չէ գողություն անել, ուրիշների մեքենաները գողանալ, որին դատարկությունը լցնեմ, որովհետև հիմա Աստված է այն լցրել։ Հիմա իմ սրտում խաղաղություն կա։ Ես այլևս չեմ զգում այդ տագնապները, որովհետև Սուրբ Հոգին է այն լցրել։ Երբ ես առաջ ցանկանում էի մահանալ, հիմա ուզում եմ ապրել, որովհետև ես գտել եմ Հիսուսին, ով ճշմարտությունն է, իրական ճանապարհը դեպի կյանք։ Ամեն ինչ կախված է հավատից։ Ներաշխարհը, խնդիրների լուծումը եւ հոգու փրկությունը։ Բայց ինչպես ունենալ այն հավատը, որը գործում է։ Հավատը, որը դիմանում է մինչև վերջ։ Հավատը լսելուց է գալիս։ Աստծո խոսքը լսելուց։ Ահա այստեղ պատասխանն է նրանց համար, ովքեր հարցնում են. ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այդ հավատը։ Շատերը ցանկանում են հավատ ունենալ, բայց չեն ցանկանում լսել։ Եթե դուք ցանկանում եք օգտագործել այս խոսքը, որպեսզի ձեր կյանքը փոխվի, եկեք, որպեսզի լսեք։ Կիրակի օրերին հատուկ ուսուցում ձեր համար Աստվածաշնչի հիման վրա, եւ ձեր մոտ հաստատ կլինի մտքի փոխակերպում եւ կստանաք Քրիստոսի միտքը։ Աստծո թագավորություն եկեղեցում հասցեն Ազատության պողոտա 13-1 եւ նաեւ ավելի քան 145 երկրների բոլոր Աստծո թագավորություն եկեղեցիներում։ Բերեք ձեզ հետ ձեր Աստվածաշունչը։